2025-24-ի համեմատ Սյունիքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվը նվազել է 29%-ով։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում 37.8%, իսկ ամենացածրը Վայոց ձորում 1.3%, Սյունիքում ընդամենը 2.9%։ Այդուհանդերձ, ըստ կադաստրի կոմիտեի հաշվետվության, հանրապետությունում առքուվաճառքի գործարքների թիվը 24-ի համեմատ աճել է 3.4%-ով։ Չնայած Սյունիքում առքուվաճառքի նվազող թվերին, մարզի ամենամեծ քաղաքում Կապանում առքուվաճառքի ու վարձակալության շուկայական գները շարունակում են բարձր մնալ, իսկ պահանջարկը մեծանալ, նշում է անշարժ գույքի գործակալ Հենրի Օհանջանյանը։ Մարդկանց հիմնականում հետաքրքրում է մինչև 24-25 միլիոն դրամ արժողության բնակարաններ, որովհետև հիմնականում արցախահայերին տրված սերտիֆիկատները 5 միլիոնից բաղկացած գալիս է մոտ 25 միլիոնի կարգ է։ Ի տարբերություն առքուվաճառքի նվազող թվերին, ըստ կադաստրային տվյալների, Սյունիքում 24-ի համեմատ նախորդ տարի 26%-ով աճել են վարձակալության գործարքները։ Դրական կողմն այն է, որ ռուսաստանաբնակ կապանցիները տարիներով փակ համարվող դռները բացում են եւ շահավետ գնով տալիս վարձակալության։ Հիմա արդեն այն վիճակն է ասել, որ մարդկանց նույնիսկ չի հետաքրքրում քաղաքի որ հատվածներում, այնքան որ իրենց ուզած գնի սահմանում բավարարում են։ Վարձակալությունը 25 թվականին եղել է ամենաթանկը տարբերակը 300,000 դրամ, եղել է Սոխոս համայնքում, սեփական տուն է եղել, իսկ ամենաէժանը ներկապային, որ կհիշեմ, 80,000 դրամ է եղել, այս Չարենցի փողոցում։ Կապանում բնակվողները շարունակում են դժգոհել անշարժ գույքի բարձր գներից, պահանջարկը ձևավորում են նաև երիտասարդները, ովքեր ի տարբերություն ավագ սերնդի ձգտում են նախ բնակարանի հարցը լուծել, ապա ամուսնանալ։ Կապանում ռեալ ու արագ վաճառվում են քառակուսի մետրը $800-ից $850 արժեցող բնակարանները։ Ավելի թանկի դեպքում տանտերը ստիպված է սպասել ցանկալի գնորդին։ Մեր երեխայի համար առել եք, հիմա պետության բանը տված փողերով առել եք, հիմա փակում ենք։ Մի 4-5 տարի առաջ, բայց $37,000։ Հիմա որ նայում ենք այդ գներին, բա իհարկե, հիմա շատ թանկ է, հիմա 40, 50, 60,000, 80,000։ Շատ թանկ, նամանավան որ դասակարգի համար, թոշակառուի համար, ներկապահը մենք ամուսինորով թոշակառու ենք, չենք աշխատում, դե հիմա աղջկս իր աղջկա հետ մեր տան ամնում տուն չունի, դժվար է էթա։ Քաղաքը լավ է, արևոտ քաղաք է, շատ հաճելի, մաքուր, սիրուն, բայց պայմանները, ապրելակերպը, թոշակը շատ ցածր։ Հասարակ մարդը չի կարող կվարձիր առնի։ Աշխատող մարդը կարա 50-60,000 որտեղից որ կվարձիր առնի ջիգեր։ Ձեր բոլը վարկն էլ այն ասում մի անգամ, երկու անգամ վերցրած եք, պրծած եք, ստի է, էլի չենք ուզում էլ մտնենք խորանանք տենց բաների մեջ։ Մարդիկ մի կվարձիր այն ստե ծախում գները կա գնում Երևանից այդ նույն գնով կվարձիր առնում, դա հետաքրքիր մոմենտ է, էլի մայրաքաղաքում այն որ ասում է, սա էլ է դրանց յոգրոտ մայրաքաղաք, էլի կարելի ասած։ Վարձակալությունը, եթե 25 թվին մոտ 100-120,000 միջին գին է եղել Ղափան քաղաքում, ներկապային այդ գինը այլևս գրեթե չկա, մոտ մի 150,000-ի կարգի ավելի է աճում գինը։ Դա կապված է մեծ պահանջարկից ու մեր քաղաքը ինքը գնալով ավելի օրեցօր աճող քաղաք է, էլի իրականում այդ գներն էլ կապված է արդեն թափուր աշխատատեղերից, հիմա ներկապային նեցա որ բացի Ղափանից, Գորիսից եւ Քաջանից կան էլի ժողովուրդ, որ ներկապային Ղափան արդեն որ միջև այսօր ապրել են վարձակալության հիմունքների տակ, հիմա արդեն փորձում են բնակարան գնել։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանը անշարժ գույքի շուկայում գնաճի մի քանի պատճառ է մատնանշում։ Հիմնականում դա կոնկրետ հիպոթեկային վարկերի մատչելիությունն է, այդ թվում նաև եկամտարկի վերադարձի համակարգը, որը դեռևս շարունակվում է։ Երկրորդ պատճառը դա շինարարական նյութերի թանկացումն է, արտաքին շուկաներում բավական գների թանկացում է տեղ ունեցել, նաև աշխատուժի հետ կապված խնդիրներ կան, քանի որ աշխատուժը նաև եթե շինարարությունը ակտիվ, այսպես փուլի մեջ է, այդտեղ աշխատուժի ևս պակաս է նկատվում։ Սյունիքում անշարժ գույքի գների եւ 2026-ին դրանց ենթադրյալ աճի տեղաշարժը տնտեսագետը պայմանավորում են նաեւ թրիպով։ Դա երկին բերել է տարածաշրջան նոր ներդրումներ, նոր նախագծեր եւ նաեւ բազմիցս նաեւ հնչեցրել են, որ այստեղ նաեւ աշխատատեղեր կստեղծվեն։ Իսկ ահա անշարժ գույքի գործակալ Հենրի Օհանջանյանը գնագոյացումն ու բարձր արժեքները կապում է խոշոր ձեռնարկությունների վարձատրության օրեցօր բարեկարգվող ու տարաբնույթ միջոցառումներով հագեցած Կապանի հետ։
Բնականաբար քաղաքի կենտրոնում եւ ծայրամասերում գները տարբեր են, սակայն բակերի բարեկարգ դառնալու հետ մեկտեղ աճում է նաեւ գները, խաղահրապարակները, ասֆալտապատ բակերը, բոլորը մեծ կապ ունեն գների հետ։ Հույս ունենք, որ այդ ամբողջից հետո արդեն գները մի պա արդեն կփորձի կանգ առնի գոն էլի, որովհետեւ այն գները, որոնք որ հիմա ստացվում է, մարդկանց հասանելի չի։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկան որպես ապահով կապիտալի արդյունավետ ներդրում դիտարկելուն, տնտեսագետը խորհուրդ է տալիս այլ տեղ ներդրումներ կատարել։ Կարծում եմ գումար ուղղակի պահելու համար բնականաբար ձեռնտու չի, ավելի լավ է, այսինքն գումարը բանկային ավանդ, պարտատոմսեր, տարբեր ակտիվներ ձեռք բերել, որոնք հետագայում նաև ավելի հեշտ է իրացնել է։ Ցանկացածային, եթե քաղաքացուն գումար պետք է կարող գնալ եւ ավանդը հետ վերցնի բանկից։ Անշարժ գույքը պետք է իրացնի, իսկ անշարժ գույքը իրացնելը բավական ժամանակատար է։ Հերմինե Միքայելյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։